Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանին։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Նահապետյան, իսկ սկզբանե նախատեսել էի, որ այլ թեմաներից էինք զրույցը սկսելու, բայց այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ուժայինները ներխուժել են Գյումրու համայնքապետարան, ձերբակալել ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Կխնդրեմ ձեր գնահատականը տաք Գյումրիում տեղի ունեցողին եւ արդյոք սա Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի կատարումը կարող ենք համարել, քանի որ հիշեցնեմ, նա շաբաթներ առաջ ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ Վարդան Ղուկասյանը պետք է դուրս շպրտվի քաղաքական կյանքից։ Եվ հասարակական։ Այո։ Ուրեմն նախ ինչու է նման գործողություն արվում։ Ակնհայտ ապօրինություն, դարումներ առաջանում, հիմա քաղաքացիներն են հավաքվել Գյումրու քաղաքապետանի մոտ, եկեղեցու զանգերն են հնչում։ Քաղաքական ուժերը հերթական անգամ հնարավորություն են ունենում Փաշինյան Նիկոլին հանել մայրողի։ Բոլոր գունավորումներով։ Բայց ինչու է ինքը անում։ Այսինքն իր օգուտը ո՞րն է։ Մի օգուտ անում։ Ինչ է շահում սրանից։ Իհարկե շահում է։ Վախի մտորտը բացի վախեցնելու մասին բարձրաձայնելը գործնական հողի վրա է դրել։ Քանի որ նոյեմբերի 16-ին Վաղաշապատի համայնքի ընտրություններն քաղաքապետ, ավագանի եւ այլն։ Սա շատ կարևոր է խորհրդանական արտահերթ կամ հերթական ընտրությունների նախաշեմին։ Գյումրին ինքը նախադեպ դարձավ, որ այնուամենայնիվ հնարավոր է ընդդիմադիր ուժերի միավորումով ընտրել ընդդիմադիր քաղաքապետ։ Որոշ ուժեր արդեն հայտարարում են, որ Գյումրի 2 թույլ չեն տալու Վաղաշապատում։ Ակնհայտ է, չէ՞, սա իրենց ներքին վախերի մասին է խոսում, իսկ Վաղաշապատում քաղաքապայմանագիրը եւ նրանցով ածանցվող իբր ընդդիմադիրները, որոնց փուչիկը վաղուց պայթած է, որի մասին պահակա արդեն ընդդիմադիր իրական ուժերը իրենց համախմբվածության համատեղ մեկ ճակատով ընտրություններին ինչ-որ ձևով մասնակցելու առավել շատ ձայներ ստացածին քվետալու, որ անցողիկ շեմա անում է, եւ իշխանությունը հստակ գիտի, որ ինքը չի անցնել, նույնիսկ եթե համատարած կեղծիքներ անի։ Իսկապես վիճակը Էջմիածնում իրանց համար շատ տխուր է։ Եթե դրանե գումարենք, որ եթե լինի բարձր ակտիվություն, սա ուղղակի մահախոսակը կլինի Հայաստանում բնակչության թվականակով 4-րդ համայնքի։ Գյումրի, երկրորդ Վանաձոր, մասա 4-րդն է։ Այսինքն նախապես ուզում են Էջմիածնի պարտությունը կանխել։ Այս եզրահանգումը կարող են կանխել։ Ես չեմ բացառում, որ դրա տրամաբանության մեջ էր նաև Փարաքարի համայնքապետի իբր վրիժառության հողի վրա սպանությունը։ Որտեւ այնուամենայնիվ այդ համայնքը գյուղերը հարակից են ուրեմն Էջմիածնի Խոյ համայնքի, որի գյուղերի բնակիչները եւս մասնակցելու են ընտրությանը, բարեկամներ, կապեր, խոսք եւ այլն։ Այո, Էջմիածինը դառնալու է փոքր Սարդարաբադ, Էջմիածնի ընտրությունները, վստահաբար եմ ասում ձեզ։ Այստեղ ուղղակի մի բան է պետք անել, ամբողջ ընդդիմադիր դաշտի հիմնական գործառույթը առավելագույն ապահովել շատ մասնակցություն։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր այդտեղի բնակիչ, որը այդ թվում նաև Արցախից արտագաղթածներ կան այդ համայնքում բնակվող Էջմիածին, Ոսկյատ եւ Խոյնը, հա։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր այդտեղ բնակիչ, որ իրավունք ունենա ընտրությունների մասնակցել, ինքը պետք է մտածի, որ ինքը Սարդարաբադի այն զինվորն է, որտեղ ճակատում պետք է լինի։ Եվ իր ընտրությունը դա կրակոցա թշնամու վրա, մի կրակոց։ Անպայման գնա ընտրություն։ Դա ինչքան բարձր եղավ մասնակցությունը, այնքան ավելի բարդ կլինի արդյունքի վրա ազդելը։ Իշխանությունները այստեղ միանշանակ 100%-ով պարտվելու են։ Իրենց նպատակը վախի մթնոլորտ եւ այլն, որ քիչ մասնակցություն։ Իրանք իրենց վարչական ռեսուրսով, օգտագործելով, կաշառքով եւ այլն, ապահովում իրենց տոկոսը, մի քանի եւս իրենց արբանյակներին, հա, օգտագործելով, բայց շատ բարձր տոկոսը սա շանկոլ ընդդիմությունը հաղթելու է, հիմա թե որ կառույցի դաշինքի կուսակցություն դա արդեն երկրորդ հավաքական ընդդիմություն է։ Այո, հավաքական ընդդիմություն, որտեղ այսօր գնում է Գյումրու նույն տարանբանցը հավաքական ընդդիմություն եւ իշխանություն,
որտեղ Էջմիածնում պարտությունը ինչ է նախանշում։ Նախանշում է խորհրդանական արտերկան հերթական ընտրությունների արդեն իսկ արդյունքը եւ Էջմիածնի ու Մայրաթորի վրա Փաշինյանի ամիսներ շարունակ բարձրաձայնվող գրոհը։ Դա էլ է ծախողվում, վստահաբար, հա։ Այս մասին դեռ խոսենք Մայրաթորի մասով։ Ուզում եմ ասել, որ այս ընտրությունները շատ է կարևոր։ Հիմա այդ ընտրությունների մեջ վախի մթնոլորտը, ոստիկանության, քննչական մարմինների ԱԱԾ-ի այլանդակությունները, որը արել են, ասենք քահանաների նկատմամբ ես լսեցի Տեր Վրդանես Բաղոմյանի խոսքը, միասին նաև մենք ծառայել ենք, այսպես ինքը բանակում էլ ծառայում եւ մոտիկից ես ճանաչում եմ այդ անձին, ասենք այն այլանդակությունները որ այլն, այս բոլորը ընդհանրապես մի տրամաբանության մեջ է։ Վախի խոսքը վախի գործ են վերածում։ Վախի գործը իրանց համար նպաստավոր պայմաններ է, որ ցանկացած ընտրություններում իրանց կեղծիքների դեմ չեն կանգնում։ Բայց եթե ընդդիմությունը հավաքական առումով գնահատեց, որ իրականում Հայաստանում ոչ թե քաղաքական ուժ է իշխում, այլ կոլաբորանտ կառավարություն, օկուպացիոն ռեժիմ, ես կարծում եմ իրավիճակը գլխիվար շուռ է գալու, որտեղ այլևս քաղաքական ուժերի պայքարը չի դառնալու քաղաքական գործընթացներ եւ գերեվարված մեր ընկերները իրենք չեն դիտվելու որպես քաղ բանտարկյալ կամ քաղ հայլացալ, այլ որպես պատանդ ու ռազմագերի։ Եթե այդ տրամաբանության մեջ մենք գնահատենք իրավիճակը, ապա պայքարը մեր ժողովրդի հասարակական առավել ակտիվ շերտերի եւ կուսակցությունների եւ առաջնորդների իրենց դրվելու այսպես դա լինելու է ազգային հաստատագրական պայքար։ Դրանից բխող եւ գործիքակազմ եւ մեթոդաբանություն եւ նպատակ։ Իսկ դա կոնսոլիդացնում է ամբողջ ժողովուրդը մի փոքր քաղաքական խմբակ, մի քանի 100 կերակրատաշտին մոտ կանգնած եւ իրապահ համակարգի շատ փոքր մասի դեպ ասեմ, երբ իրապահ համակարգը եւս ընկալեց ծառայողներ, այդ թվում նաև Բարձրաշյան սպաները եւ այլ, որոնց հետ նաև մենք ենք ծառայել, հա, այսպես։ Եթե իրանք գնահատեցին իսկապես իրենք օկուպացիոն ռեժիմի գործիք են, իրենց մոտ մոտիվացիան հրաման կատարելու համարյա զրոյանում է։ Սամվել Կարապետյանի ձերբակալության ժամանակ այդ ճակերը երևացին։ Իհարկե։ Եվ ԱԱԾ-պետը հենց դրա համար պաշտոն ընկալվեց մեծ հաշվով։ Հա, բայց այստեղ ոչ թե գնահատականը, որ օկուպացիոն ռեժիմ, այսինքն ապօրինություն եւ աշխարհում ամենա մեծահարուստ հայի նկատմամբ։ Սա այդ գործոնն է, իսկ եթե գործոնը գնա, որ ինքը թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կամակատար է, իսկ ես շատ ավելի կարճ եմ ասում։ Թուրքիան, Ադրբեջանը մեր ժողովրդի մեջ ընկալվում է որպես թուրք, մի բառով։ Ճիշտ է, սխալ է, բայց այդ ասոցիացիան կա։ Ես նաև գիտեմ, որ կենդանական աշխարհում հավատարմության խորհրդանիշ մի կենդանի կա, բոլոր կենդանիներից դա շունն է։ Ես իրանց անվանում եմ թուրքի շուն, որը շուն ասելով նկատի ունեմ հավատարմորեն ծառայող եւ Թուրքիան եւ Ադրբեջան, որ պայն մեր իրապահ համակարգ հասկացավ, որ փաստացի իրենք հլունազանդ այդ որակ ունեցող քաղաքական խմբակի հանձնարարականներն են կատարում, իրենց համար մոտիվացիան հրաման կատարելու արդեն զրոյանում է։ Այսինքն կռվի դաշտը իրականում հիմա լրջագույն, հա, դա քարոզչական դաշտն է, մարդկանց ընկալումների դաշտն է։ Մարդկանց մոտ ճիշտ գնահատական տալու եւ ըստ այդմ կամ դրսեւորելու քայլեր անելու, վտանգը համարժեք չափով գնահատելու, որտեղ վտանգները իսկապես մեծ են։ Արկա սպառնալիքները, որ մենք այստեղ կորցնելու ենք եւ դեռ հարց է, գաղթականի ցուպը, որ է ժողովուրդը վերցնի, տեղ քաստի ինչ որ մի ափ, թե ճանապարհին, ասենք, կարող է հայտնվի դերձորի անապատներում, ինչպես 15-ին, հա, այսինքն այնտեղ մահկանացում 100,000-ավոր հայր, հա, կնքեցին։ Հիմա նույնը այստեղ է։ Կարծում եմ, որ խտանում է ամեն ինչ, որտեղ սա այս խմբակը եւ իր պարագլուխը խունտա, ասենք, իրականում դա խունտա է, խունտայի ռեժիմի պարագլուխը Ադրբեջան Թուրքիան շատ բաներ է խոստացել, հիմա նրանք էլ պահանջատել են, այդ թվում նաեւ եկեղեցու դեմ պայքար, որտեղ այնուամենայնիվ եկեղեցին այն փարոսնա, որը լույս է տալիս բոլորին եւ իր մոտ է կանչում, հա, բոլորը գնում են։ Հենց դրան եմ ուզում անդրադառնալ, նախորդ շաբաթվա վերջին բոլորիս ուշադրությունը Արագածոտնի թեմում ծավալվող իրադարձությունների վրա էր կենտրոնացած, մի շարք հոգևորականներ կալանավորվեցին, այդ թվում թեմի առաջնորդը Մկրտիչ Սրբազանը, ով Վեհափար Հայրապետի քրոջ որդին է։ Ըստ ձեզ սրանով ինչի է փորձում հասնել Փաշինյանը եւ կարող ենք պնդել, որ սրանով նաեւ հիմք են նախապատրաստում Վեհափարի ձերբակալության համար, քանի որ այս պնդումը եւս շատ հաճախ է հնչում։ Ես կարծում եմ, հա, այստեղ ինքը ընտրում է, թե ում նկատ, որ հոգևորականների նկատմամբ, այնտեղ
այդ Տեր Արամի հետ էր կապված, որը այդ թեմից էր, հա, եւ այլն։ Բայց այն երկու հոդվածը, որը որ Մկրտիչ Սրբազանը Արագածոտ թեմի առաջնորդը ձերբակալվեց, տակը բան չկա, ես լսել եմ փաստաբաններին, որոնք իսկապես հիմնավորում են եւ ինքն էլ հրաշալի, Փաշինյանը գիտի, որ ապօրինություն է, հա, գործում։ Շատ էլ, ասենք, եթերով ինչ-որ բաներ է փորձում համոզի, հա, բայց իրա ներսում իրա խիղճը ասում է, այդ տխմար, հերիք է էլի ես մարդկանց խապես, դե հոգնացրիր այս սատանայի ճուտ, հերդ ստության հայրն է սատանան, ինքը իր ներսում իրա խիղճը խոսում է, բայց քանի որ ինքը անընդհատ կեղծի, այդ դիմակը, հա, իրա մոտ դիմակ, այդ դիմակը որ պատրես տա կահավոր մի հատ վիճակ է, էլի։ Դե դա իրենց չի կաշկանդում, նույն Միքայել Սրբազանի դեպքում էլ որպես այդպիսին բան չկար հոդվածի տակ, բայց այո, վստահաբար այո, եւ հիմա ինչու, այո։ Հիմա ինչու է, այսինքն իրանց համար կարմիր գծեր գոյություն չունեն։ Իրանք բոլոր կարմիր գծերը անցել են։ Այդ ու նաեւ վեապարին բերման ենթարկելու ուժով, բռնությամբ, ասենք այնտեղ դիմադրություն կլինի, շատերը կտուժեն եւ իր համակարգ եւ ժողովուրդ, բայց միևնույն է, ասենք անելու է, հա դա։ Իսկ վեապարը այնուամենայնիվ վեապար է մնում, որտեվ վեապարը օծված է Սուրբ Հոգով, այսինքն Աստծո ներկայությամբ, եւ որից մեկ չի կարող այդ ստատուսը փոխել։ այդ թվում Նիկոլ Փաշինյանը։ Դու Նիկոլ Փաշինյանը ով է Նիկոլ Փաշինյանը։ Ասում է, ես եկեղեցու հավատավոր զավակ եմ, ստում է, որտեվ եկեղեցու հավատավոր զավակը այդ ինքնագնահատական գնով չի։ Կա եկեղեցին, մեր եկեղեցին 7 խորհուրդ ունի, որից 5-ը աշխարհականներին է վերաբերվում։ Առաջին երկու խորհուրդը դա մկրտության եւ դրոշմի խորհուրդն է։ Հիմա մեկը հարցն այդ տա, որտեղ ես դու մկրտվել եւ այդ դրոշմը ստացել։ Հաջորդ երկուսը դա ուրեմն ապաշխարությունն ու հաղորդությունն է, որ եկեղեցում ես պատարակների կրում։ Ով է Խոստովանը հայրդ, եթե անհատական ես, եթե չէ, ինձ պետք է ասես, ասենք, ենթադրենք, որ եկեղեցում քեզ քանի մարդ են տեսնում, որտեղ այդ եկեղեցին համայնք է եւ ժողովրդի 90% իրար ճանաչում են։ Այդ Կիրակի օրը պատարակից առաջ եւ հետո մարդիկ հաղորդակցում են, նաեւ անձնական եւ որտեղ իհարկե չկաց։ Եվ ամենակարևորը պսակի խորհուրդը։ Գիտենք, որ ամուսնացած չեն։ Իհարկե, չէ, ուրեմն այսպես ամուսնությունը ինքը քաղաքացիական ակտերի գրանցման վայրում է ԶԱԳՍ կոչվածու, հա, եթե ամուսնություն է կոչվում, այնտեղ չկան։ Պսակը ինքը եկեղեցում է։ Եկեղեցում կասել է, չկա, պսակ չկա։ Հիմա չեմ ուզում կրկին անգամ այսպես որակում տամ, ինչ ասել է զուգընկերը, հա, բայց փաստը մնում է, փաստ, որ դու այդ 5 խորհուրդը չես կատարում։ Եվ հետաբար դու մեր եկեղեցու հավատավոր զավակ չես կարող լինել։ Առավելևս որ այդ հավատավոր զավակների մասին խոսում են մարդիկ, ասում են մեղադեր, այս մարդիկ որ ասում են, հետո գնում են հայելու մեջ նայում են, կարող է 3 հատ թքում են իրանց դեմքին։ Ասում լավ, այսքան սուտ, առավոտից իրիկում պղծությունների մեջ թաղված սուտ, թմրամիջոց, լրբություններ, պոռնկություններ, չգիտեմ դրամաշորթություն, բյուջեն լափել եւ այլն։ Հետո մեկ էլ sense լուրջ տեսախցիկի առաջ խոսում են, որ իրենք բան են։ Եկեղեցու հավատավոր զավակ է։ Հաստատ որ գնում են հայլուն, եթե նայում են, եթե իրանք չեն թքում, հաստատ հայլին իրանց վրա թքում է։ Եվ այստեղից հաջորդ հետևությունը ինքը այս ամեն ինչը անում է այդ վախի մթնոլորտը գործնականում, նաև եկեղեցականների կամ հոգևորականների շրջանում այսպես արմատ տալու։ Բայց այս մարդը, ասենք, տարական բան քրիստոնեության տարածման պատմությունը չգիտի։ Հիսուսի մի աշակերտը կախվեց Ուդան։ Մնացած աշակերտներից միայն մեկն է, որ խոր ծերություն է ապրել, Հովհաննեսը։ Մնացածներին քարոտել են, խաչել են, սպանել են, չէ՞, իր աշակերտներ, ճիշտ է, 12 այդ առաջին շերտն է, հետո իրենք ավելի 70 եւ Հիմա ինչի համար եմ ասում։ Այսօր երկիր մոլորակի բնակչության կեսից շատը քրիստոնյա է, ճիշտ է։ Տարբեր ուղղությունների։ Բայց Հիսուսի խոսքով եւ այդ դավանաբարությամբ։ Է որ սպանում, խաչում, քարատում եւ այլն։ Այդ հավատքը, այդ արժեքները, Աստծո այդ ընկալումը եւ ապրելու իմաստը չտարածվեց, այսինքն հոգեվորականի նկատմամբ նման դեր ասում չէ իմ անվան համար քեզ կհալածեն եւ այլն։ Հոգեվորականները ոչ միայն հոգեվորականներ, շատ քրիստոնյաներ հավատավորներ իրանք պատրաստ են, չէ՞ դրան գնալ այդ զողությունները։ Եվ չեմ ասում հոգեվորականը։
ասենք մի քանի հոգի նյութապաշտ այդպես ինքնահաստատման մարմաջով մի ժամանակ ախրանիկ էր ուզում պարապեր, հետո պարզվեց, որ այդպես կյանքը զոհաբերող տղա է, հետո ասենք այս հարբեցող ծաղրածուի վրա ինչ-որ այլ կայքերից ստատուսներ էր կիսվում։ Նույն Տերարամը 2019 թվականին Փաշինյանի ծաղրող հրապարակումը կիսվել էր։ Հիմա մեկ է բարձում է սենց բան, էլի։ Դե ակնա ես խղճում եմ այդ, անկեղծ եմ ասում։ Այդ մարդը վախկոտ, որ ես սենց ասում, ինքը քանի որ օցիալ քան է, այս վատ բաներ չասեմ։ Որ պահին կարգալուց արվեց։ Իդեպ խի չի արվում, ձեր համար հասկանալի է։ Ուրեմն ես եկեղեցու ներքին խոհանոցը ես չգիտեմ։ Իրենց պատմությունը նման դեպքերում ոնց են անում, քանի նկատողություն են տալիս, քանի բացատրական աշխատանք, այդպես հեշտ չի կարգալուց անելը։ Հո ես հարբեցող ծաղրածուի կառավարությունը չի, որ բանով ասեմ, SMS-ա WhatsApp-ով ուղարկում, ասում է ազատված ես։ Եղբայր այնտեղ մարդիկ կրթություն են ստացել, ուխտ են արել, օցիալ են, այդպես չի, այսինքն այնտեղ ժամանակ, հետներ աշխատանք, բացատրական աշխատանք, Հոյդ մարդիկ պատի ճեղքից սրանց նման դուրս չեն հայտնվել, ոչ թե մորարգանդից, այլ պատի ճեղքից, այդպես էլ հայտնվել են։ Հիմա ճեղքում հայտնվել են, մի հատ այդպես բան է, սվաղ է սանում, այդ ճեղքը փակվում է իրանցով հանդերձ, բայց եկեղեցին այդպես չի, նույնիսկ եթե քահանան, որը շատ սխալներ կամ քիչ սխալներ անում, հա, խախտում է եկեղեցու ներքին կանոնակարգը եւ այլն։ Եվ հետաբար իրան կարգալուց անել կամ չանելը, սա թողում ենք եկեղեցու համապատասխան մարմիններին պատասխանատուներին։ Իսկ ինչ վերաբերում ասենք այդ եկեղեցականներ եւ այլն, դրանով ինքը իրականում, քանի որ տգետ է այդ առումով, բայց ինքնահավան փքված հնդուհավ։ Իրականում գիտեք ինչ անում ինքը։ Ինքը անում է այն գործը, որ շատ քաղաքական ուժեր, որ փորձ էին անել, մեծ ջանքեր եւ ռեսուրսներ ծախսեին։ Մաքրում է եկեղեցին։ Միայն եկեղեցու պահոջը, եկեղեցուն հոգևորականներին բանտարկելով ճնշելով, իրականում գնում է կոնսոլիդացիա եւ հոգևորականների եւ աշխարհականների միջեւ, վստահաբար։ Այսինքն մենք առավել դառնում ենք արմատական եւ մեր կեցվածքը եւ կամքը եկեղեցուն վեհապար հայրապետին եւ հոգևորականներին պաշտպանելու աներկբա է եւ մենք հետ չենք անելու։ Ես ավելին ասեմ, անգամ ես մարդկանց եմ ճանաչում, ովքեր հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեն, աթեիստ են, ագնոստիկ են եւ այլն, դատապարտում են այս ամենը եւ ի աջակցություն կանգնում են եկեղեցու կողքին։ Այսինքն իրենք եւս գալիս են, չէ՞, խրամատը մեր։ Այսինքն դատապարտում են կատարվողը։ Այսինքն իրանք արդեն մեր խրամատում են։ Կապ չունի, դու կարող խրամատում թիկունքում ես, մենք ենք առաջնագծում, բայց ինքը քո խրամատն է, չէ՞ գալիս։ Այսինքն սրանք նման քայլեր անելով, իրականում իրանք չեն գիտակցում, ուժեղացնում են եկեղեցուն։ Տիրոջ մարմնին կպնելը, իսկ եկեղեցին տիրոջ մարմինն է, չէ՞։ Ուժեղացնում է։ Մենք չենք տկարանում։ Մեր նահատակները, մեր խաչյալները, մեր զովասները մեզ ուժ են տալիս։ Եվ հետաբար այն ինչ որ ինքը փորձում է ուժ կիրառել, բռնություն կիրառել, հա, այդ մեզ ուժեղացնում է։ Ինքը այդքանը չի հասկանում։ Իր մեջ վրեժխնդրություն, ուժ, ցույց տալ, որ ինքը sense կռուտու է, բոլորը իր նմանները ասում են, «Օ Բենամուկի, Փաշինյան Նիկոլ ջան», եւ այլն, ասում է, «Չէ, ես ասում եմ, սաղը ինձ հավասար զգաց, ձեր տեղը, եթե ձեզ խելոք չպայեք ազգային ժողով, ձի չէ»։ Ժամանակին ձի էին տանում, չէ, որ ցույց տային, որ առանձնապես չեք տարբերվում։ Մի այդպիսի հռոմի կայսր կար։ Հիմա սա կարող է հավանակներ տանի կամ կատու ուշում։ Ուսապարկերի հետ համեմատությունը արդեն արել են։ Մոտապես տենց, հա։ Եվ հետաբար այս այն ինչ անում է իր դեմ աշխատում։ Ուղղակի այստեղ մի ժամանակի գործում կա, որը մեր դեմ աշխատում։ Մեր հարևանը զինվում է, Ադրբեջանը, զորավարժություններ, կործանիչներ Պակիստանից, տարբեր երկրների հետ զրատանկային հարձակողական զինատեսակներով զորավարժություն, այսինքն ակնհայտ է, չէ՞, թիրախներից մեկը մենք ենք։ Այո։ Հիմա այստեղ վտանգ կա։ Մենք ռազմական բյուջեն ենք կրճատում։ Եվ բյուջեն, եւ ծառայության ժամկետ, այսինքն այսի պահանջն է Ադրբեջանի ակնհայտ է։ Այստեղ բա լուծումը ո՞րն է։ Եթե Աստված մի արասի այդ ռազմական գործողություն սկսես, այդ ճողոպրելու է, թռնելու է, հետո այնտեղ ինչ որ բան իր վիլաներից ճառեր ասելու։ Բայց 10-12 միլիոն հայության վրեժխնդրության սլաքը ըլնելու է ինքը իր ընտանիքի անդամ, վստահաբար։ Եթե պետք կլինի այդ վիլան ընդհանրապես օտկարան հանեն իր եղած չեղածով։ Բայց խնդիրը սա չի։ Խնդիրը հետևյալն է, ինչ քայլեր անել, որ այս սպառնալիքները անվտանգային չզուգացվի։
Ինձ հարցնում են, ասում են, բա լավ, դու իրավիճակը գնահատում ես, հասկանում ես, որ կարող է, ասենք, լինի այն ինչ որ եղավ, օրինակ Գազայում, Շարմ էլ Շեյխում 10-ին ստորագրեցին հոկտեմբերի 4 հեղինակավոր երկրների հեղինակավոր առաջնորդների ներկայությամբ, ԱՄՆ-ի խավորությամբ 13-ին ուժի մեջ մտավ, 3 գիշեր Գազան քարը-քարին չեն թողել, իրենց 20 հոգու ստացան։ Այսինքն ԱՄՆ-ի նախագահի տված խոստումը փշիկ, բան չարժի։ Հիմա մի հատ թղթի կտոր օգոստոսի թույն ստորագրել են, ասում են զասում վադում էստը։ Այդ թղթի կտորի գրածը ավելի քիչ արժի, քան նույն A4 ֆորմատի թուղթը։ Այդ A4 ֆորմատի թուղթը ավելի շատ արժի, քան իր վրա դրած ստորագրությունը։ Ասում խաղաղությունն արդեն հաստատվել է այս թղթով։ Հաստատվել է, դրա համար եմ ասում, զասում պուստոր վադում էստը։ Հիմա շարունակությունը ինչ պետք է անել։ Այս իրավիճակում, այսինքն ես ոչ թե մոտակա 1, 5, 7, 10 տարվա, ես ասում սպառնալիք էս բանը արդեն ամբողջովին Հայաստանի վրա։ Ինչը արվելու, ինչա պետք արվել։ Տեսականորեն նայենք, եթե իսկապես Ադրբեջանը հրաման է ստանում նույն ԱՄՆ-ից, իհարկե ԱՄՆ-ը որպես խաղաղության աղավնի խաղալու, զորքերը մտցնի Հայաստան։ Ուղղակի։ Ոնց են կանելու։ Ասենք ճեղքումը ես չեմ կարծում սարով ձորով լցվելու ուղիղ ճանապարհ ավտոմոբիլային եւ զրատեխնիկա Երասխից Երևանն է։ 1 ժամվա ճանապարհ։ Ժամը կես 2 ժամ։ Կան ասենք նորագավիթում էլ մի հատ թեյ խմեն նոր մտնեն Երևան։ Ես ասում հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ասել եմ եւ ել եմ կրկնում, օրինական զինվեք։ Ամենալրությամբ ամեն մի տուն մեր դի ինքնապաշտպանության մի հատ փոքր օջախ կամ էլեմենտ լինի։ Զինվեք, փամփուշտներ առնենք, օրինական ինչ զենք է հասնում, որ սոթական է հասնում, այսպես ասում են, ոչ որսորդական նարեզնոյ, եթե ծառայող եք եւ այլն։ Փող չունեք, ես վերջերս մի տեղ էի, ասում են, դե նապից են ախր մի 1000-2000 $1000 ձերին հարցնում են, հասցնում են, ես էլ ասում եմ, հարգելիս ասում եմ, ձերիդ ու քո կնոջ ձերքին մատանի կա, տունը գումար չունեք, հա, բա հա, ծախեք զենք առեք, որտեղ կյանք շատ ավելի թանկ է, չէ։ Ուրեմն սա առաջին, օրինական զինվել, մինչև ատամները Հայաստանը, Երևանը ու առաջնորդին Երևանը, որտեղ եթե հարցակոյնով ճեղքում Երևան են գալու, պատկերացեք մի քանի հազար տիլն, 100,000 չի լցվելու ստեղ, այդ մի քանի հազար Երևանում էլ 200,000 տուն կա, ամեն տնից մի կրակոց, պատկերացնում եք այդ մի քանի հազարի մարմնի վրա քանի հատ անց կա բացվելու։ Բարձ եմ ասում, ուրեմն սա առաջին, խիստ գործնական եմ ասում ես, տեսություն չի։ Լուծում եք առաջարկում կոնկրետ, այո։ Տարբեր տեղեր ուրեմն հրաձգության եւ վճարովի եւ ոչ վճարովի կուրսեր կան։ Գնացեք զենքի տիրապետեք, տարական գիտելիքների տիրապետեք։ Երկրորդ, մի փոքր ժամկետը հեռու է դրվում, այսինքն Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, հա։ Հիմա ասենք տեսականորեն Փաշինյանը վաղը այլևս իշխանություն չի, բայց Ադրբեջանը այդ մինչև իշխանություն չլնելը արդեն պատրաստ է եւ մի քանի օրից պիտի հարձակվի։ Օրինակ եմ ասում, բա ինչ անենք։ Այսինքն բանակը հո մի շաբաթում, մի ամսում, մի տարում, 2 տարում չես կարա։ Ես ասենք զուտ մասնագիտական որ ասում դա մի քանի տարվա գործ է, թե իսկապես մարտունակ, սպառազեն հարևանիք է։ Բա ինչ անենք, այդ անվտանգային սպառնալիքը ոնց չեզոք հասնենք։ Ասել եմ նորից եմ կրկնում, կոնկրետ։ Ինքը գրման ժամանակավոր կառավարությունն է ստեղծում։ Այդ կառավարության ղեկավարը ուժային ղեկավարները նույն օրը մի քանի ժամից թռչում է Մոսկվա։ Հանդիպում է իրենց գոլեգաների հետ, եթե հնարավորություն եղավ, նաև առաջին դեմքի են երկիրը, Հայաստան ներկայացնող եւ այն ռազմական պայմանագիրը, որ Հայաստանը ունի Ռուսաստանի հետ, արագ թարմացվում է, այդ թվում Հայաստանը մտնում է Ռուսաստանի միջուկային հովանոցի ներքո։ Օրինակ, ինչպես ասում են, ոչ մի վիրավորական բան չկա, որ միջուկային տերություն հանդիսացող Հյուսիսային Կորեան միջուկային տերություն հանդիսացող Հյուսիսային Կորեան ինքը մտել է Ռուսաստանի միջուկային հովանոցի ներքո համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիր կնքելուց հետո։ Վերջ։ Բարձր եմ ասում, չէ՞։ Այո։ Ահա։ Հետո հետ է գալիս ընդեղից։ Այսինքն նաև դրա արդյունքում Հայաստանում միջուկային մարտագլխիկներ են Կարա տեղակայվում։ տեղակայվի, կարա չէ։ Կարա չտեղակայվի, չէ։ Բայց դա արդեն իլուր աշխարհի է գնում։ Օրինակ Բելարուսում տեղակայվել են, չէ՞։ Այդ նշանակում է, որ Բելարուսից կարող են
հարվածել, բայց Հյուսիսային Կորեայում ռուսական մարտագլխիկներ չեն տեղադրվել, բայց որը նշանակում է, թե Հյուսիսային Կորեայի նկատմամբ լինի հարձակում, Ռուսաստանը իրավունք ունի այդ հարձակողի նկատմամբ կիրառել միջուկային զենք, բարձա։ Իսկ Ռուսաստանը պատրաստ է, որ Հայաստանը մտնի այդ հովանոցի ներքո, քանի որ հակառակ կարծիքը շատ է բարձրաձայնվում, որ անգամ այդ ցանկությունը չունի ռուսական կողմը մեզ նման երաշխիքներ տալ։ Ուրեմն երբ որ Հայաստանում լինի իշխանափոխություն եւ այդ ժամանակավոր կառավարությունը ուժայիններով գնա Ռուսաստան, չի իհարկե Ռուսաստանը, գիտեք, այս տարածքը իդեպ վերջին 200 տարում ռուսները շատ ավելի արյուն են թափել պաշտպանելու, քան հայերը։ Որքան տարօրինակ։ Ես չեմ ասում նախկին 1813 եւ 1828 թիվ 250,000 ռուս է զոհվել այս տարածքները։ Ու կոնկրետ ոչ միայն Երևանի խանությունը, բայց Արևելյան Հայաստանում ազատագրվել եւ այլն։ Հիմա չէ, սա իրենց համար կարևոր է առնես, որ Իրանի հետ սահմանք, իսկ Իրանը հյուսիս-հարավի ամենակարևոր պետությունն է, իսկ Ռուսաստանի տնտեսության ռազմավարությունը առաջնորդին գնալու է հյուսիս-հարավով։ Իսկ իր համար կարևոր է այստեղ էս մեջի պետությունը Վրաստան, Հայաստան ինչ պետություններ են, ինչ երկրներ, ինչքանով են պաշտպանված, չէ՞։ Տրիվիալ բաներ եմ ասում, բայց դա իրոք այդպես է։ Եվ այդպես պատվիրակությունը Մոսկվայից գալիս է, ասենք երեկոյան ստորագրած արդեն, որը բարձրաձայնվում է, կամ ազգային ժողով ստեղ դիգա օջակներ սեղմել, այդ նույն ԿՊ-ն է սեղմել, դեպ ասեմ, մինչև ընտրություններ լինեն։ Հետո այդ նույն պատվիրակությունը երեկոյան ուշ թռնում է Թեհրան։ Իրան հետ կնքվում է այն պայմանագրերը, որ Իրանը արդեն մի քանի տարի առաջարկում է։ Բարձր եմ ասում, ռազմատեխնիկական համագործակցություն, ու վերջ։ Մի քանի օրում այդ հարցը լուծվում է։ Թուրքիա լինի, Ադրբեջան լինի, ես կարծում եմ, երբևիցե իրենց մտքով չի անցնել, որ Հայաստանի նկատմամբ լինի ռազմական ագրեսիա։ Ու թեման փակվեց։ Ես կոնկրետ խիստ առարկական լուծումներ եմ ասում։ Սպասենք դրանց իրագործմանը։ Պարոն Նահապետյան, 2026 թվականի ընտրությունները մոտենում են, քաղաքական դաշտում էլ ակտիվ վերադասավորումներ են սկսվել, բայց մյուս կողմից նաև կարծիքներ են հնչում, որ Փաշինյանին ընտրությունների միջոցով հնարավոր չէ հեռացնել, քանի որ նա դեռևս շարունակում է վայելել արտաքին դերակատարների անվերապահ աջակցությունը, հատկապես Վաշինգտոնյան հռչակագրից հետո այս պնդումները կրկին դաշտում կան։ Որքանով եք կիսում այս տեսակետը եւ իրատեսական համարում եք, որ 26 թվականի ամռանը Հայաստանում նոր իշխանություն կհաստատվի ընտրությունների միջոցով։ Հարգելի, ես ասում 5 րոպե պակաս տեղ փաթերազմ ալնելու։ Դուք ինձ ասում եք ընտրություններ։ Լուրջ եք ասում։ Ամեն դեպքում գնում ենք դրան։ Պրոցեսները ծավալվում են։ Նախ ասենք այդպես։ Հիմա նայեք։ Գազայում մենք տեսնում ենք ինչ է կատարվում։ Այսինքն մերձավոր արևելքում են Տրամփը, որ հայտարարեց վերջ խաղաղություն։ Չաղու երջանիկ, կուշտ ու բախտավոր։ Չի լում, չէ։ Նորից են կրկնում, մեզ լսողները թե չգիտեն, 3 գիշերը 120 ծանր ավիառում Գազայի վրա է գցվել։ Նման բան չի եղել երբեք, ընդհանրապես։ Գցում են մի քանի ավիառում ծանր։ Ասենք տոնանոց, տոնայուկեսանոց, 120։ Իսկ սա ինչի համար են գցել։ Որտեվ այլևս այն 20 պատանները բերվել են, Նատանյահու սիրտ այդ 20-ի համար չէ ցավ, ուղղակի իր ժողովուրդը եւ ընդդիմադիր դաշտը իրան ամեն օր հիշում էր։ Հայոյանքի բոլոր նրբերանգներով։ Հիմա բերվել է այդ 20-ին, խափել են, գցել են, դիմա, եթե առաջ 1-2 ընդվորում ամեն օր չի որ այդ ծանր ավիառում բեր, իսկ հիմա մի գիշերվա մեջ 120։ Պատկերացնում եք, այսինքն այդ տարածքը իր ստորգետնյա մասերով եւ այլն այդ բաները ծանր ավիառումները, ասենք մինչեւ մի 20 մետր իջնում են։ Իրանում այդ ավիառումները ոչինչ չորոշեցին, որտեվ հիպերձայնային եւ բալիստիկ հրթիռները եւ ուրանի հարստացման ցենտրիֆուգները 80 մետր եւ ավել խորքեր լեռների մեջ էին։ Հա, բարձեմ ասում, դեղը այդպես լեռնոց չէ, էլի, հիմնականում, չէ՞։ Միջերկական ծովի ափնա, նավթ ու գազ։ Այո։ Հիմա կռիվ են տալիս, ով է տերել։ Իսրայելը ասում է իմն է վերցրի, Ամերիկան ասում է փայ ես հանելու, Թուրքիան ասում է, չէ, ես որնես վրոջը այդքան էլ քեզ օգնել եմ, ես էլ փայ ունեմ։ Ֆրանսիան էլ ասում է, չհասկացա, ես էլ միջերկական ծովի ափին երգում եմ։ Ինձ էլ է բան հասնել։ Հիմա ես ինչի համար եմ ասում։ Ասում եմ հետեւյալի համար, որ եթե պետությունը, որը ունակ է իր դաշնակցով, մեկ այլ երկրին ուղակի ոչնչացնել, իր ամբողջ ժողովրդին քանելու։ Այ հիմա այդ բոլոր ժամանակներում մեր ուժի օրենք աշխատում, բայց խաղի կանոններ էր 45-ի Պոզդամից հետո, որ
ՄԱԿ անդամության խորհրդի մշտական 5 անդամ երկրները, այդ թվում Խորհրդային Միությունն էր, Միացյալ Նահանգները, Բրիտանիան, Ֆրանսիան եւ Չինաստանը, իրենք խաղի կանոններ էին որոշել, որ այդ ուժի իրավունքը միշտ չի պետք է գործի, այսինքն որոշակի իրավունքի ուժ պետք է գործի։ Հիմա այդ իրավունքի ուժը չի աշխատում։ Հասկանում եք դուք։ Ահավասի գազան լավագույն ապացույցն է։ Իրավունքի ուժ չի աշխատում։ Ցեղասպանում են չէ ժողովրդին։ Այդ որ գցում են հոց զինյալներ չէ։ Այսինքն չկա իրավունքի ուժ, կա ուժի իրավունք։ Հիմա վաղը չեմ իսօրը ԱՄՆ-ին պետք է որ Հայաստանում եւս գործի ուրեմն ուժի իրավունքը Ադրբեջանի ձեռամբ, ահաբեկիչներով եւ Թուրքիայի բանակի հրահանգիչներով գործելու է։ Բա ինչ են կանելու դեմը։ Հիմա դուք ասում եք ընտրություններ։ Եվ դուք մտածում եք, որ օրինակ ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որ հիմա այս բանը մենք եթերում ենք, ամենավերջին այլանդակություններն անում, չէ՞։ Մտածածին հոդվածով բռնում տանում են։ Մոլդավիայում օրինակ ինչ եղավ, ընտրություններից 2 օր առաջ խորհրդանական 2 ընդդիմադիր լուրջ կուսակցությանը փակեցին, չէ՞։ Ռումինիայում ընտրվեց նախագահ, ընտրվեց ընդդիմադիր։ Եվրամիությունը ասում չէ, չեղավ։ Դա որովհետեւ ոնց որ մերոնցից չէ։ Ջնջենք նորից սկսենք, հիմա նոր ընտրություններ։ Դեպ Արամ Սարգսյանը արդեն իշխանություններին առաջարկում է Մոլդովայի սցենարին հետևել ու մի շարք ուժերի առհասարակ չգրանցել ընտրություններին մասնակցելու համար։ Արամ Սարգսյանը տաք է։ Ինքը իսկապես տաք է։ Չի պատկերացնում ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Ինքը իր բնույթով տիպիկ աղանդավոր է, գիտեք ինչով։ Հավատքի տեսանկյունից մոտեցում, որտեղ ինքն իր խաբեությունը ինքը հետո իրան համոզում, այսինքն մի հատ սուտ, այդ սուտ իր համար ճիշտ կլինի, որտեղ այդ ճիշտը մյուսներին պետք է փաթաթի։ Ինքը իրանն էս տարբեր հիմնավորումներով, բաներով, սենց կռուտիտներով համոզում է, որ դա ճիշտ է։ Հետո մի հատ երջանկությունից արգազմ է ստանում, ասում է, ոնց գլխի չէ, որ դա ճիշտ է։ Հետո սկսում է մյուսներին համոզել այն փաստարկներով, իբր փաստարկներով, որ ինքը իրան համոզել է։ Այս համատեքստում նաև նշեմ, որ Թրամփի ուղու շրջանակներում պնդում է, որ այդ ճանապարհը հավասարեցվել է Միացյալ Նահանգների տարածքին եւ այլևս որևէ մեկը չի համարձակվի դրա վրա հարձակում գործել։ Նույն հարցադրույցի ժամանակ։ Ուրեմն քանի որ բոլորն նրանք ովքեր որ ասում են խաղաղություն ալնելու, հա, Աստված մի արած է, որ կռիվ եղավ եւ Հայաստանում մեր քաղաքական ուժերը, անհատները, փորձագետները կամ դրսևորեցին, որ Հայաստանում ճիշտ կառավարություն կազմի։ Եվ այդ կռվում, աջորդ կռվում մենք հաղթական դուրս եկանք, ես ձեզ վստահեցնում եմ, բոլոր նրանք ովքեր խաղաղության դուդուկն են փչե, բոլորին անխտիր ստեղ, եթե ողջ մնացին, ուղարկելու ենք Ադրբեջան, փոխանակելու մեր այն տղերքետ, ովքեր ընդեղ են, հաստատ։ Թող գնան ու վայելեն խաղաղությունը ադրբեջանական բանտերում 24 ժամվա 7-24 ռեժիմով։ Ես բան եմ ասում, իրենց ուղարկելու ենք այդ տղերքի տեղը։ Փոխանակելու ենք հաստատ փոխանակելու ենք։ Մի հատ էլ փուչիկ կփչենք, որ երկնքում Աստված երկրում, երկրի վրա Հայաստանում, երկրի դրախտավայրում Արան Զավենի Սարգսյան։ Ունես որ տենց լուրջ էլի, ասենք, իրան տանք, ասենք մի 20 հոգու ստանանք։ Հաստատ կտանք, կասկած չունենանք։ Այդ երկրի հետ խաղաղություններ ուզում։ Ալեն Սիմոնյանն էլ կուղարկենք, առևտուր անելու։ Ալեն Սիմոնյանն էլ կեթա այնտեղ բիզնես կենտրոններ կբացի, առևտուր կան, էլի, հաստատ իրան։ Աղդամում օրինակ։ Օրինակ Աղդամում։ Նռի վերամշակվան էլ մի հատ գործան են, հայտնի Նուռը, հա, դեղելով էր տենց։ Սուրեն Պապիկյանն էլ էր նույնը կարատեղել։ Թաթիկները բռնած կուղարկենք Ադրբեջան։ Իրանց սիրած երկիրն է, խաղաղասեր երկիր է, ինչից եք վազգում։ Հետևներից էլ Արադ Միրզոյանը ուռելով կեթա, կամ իրեկը պառավոց կանեն ու կգնան։ Ես բան եմ ասում, այս մարդիկ իրանք մտածում են, որ այս սուտը, որ իրանք իրանց սես նստում խոսում համոզում են, հետո որ արդեն իբր համոզվում են, դուրս գան ժողովրդի մեջ էլ խոսան կհամոզվեն։ Նորից եմ ասում, բոլոր իրար թաթիկները, իհարկե Նիկոլը ժամանակ հետները չի լինի, Նիկոլը արանքը ճղած, ու իրանք սիրած նման լող չի։ Հասցնելու է ճողոպը կարծում եք։ Հա, Նիկոլը հին ժուկ է։ Իսկ որ երկիրներ են տալու։ Նախ ասեք ոնց է գնալու։ Օրինակ 1917 թվին փետրվարին, երբ ցարական զորքերը Անտանտի դաշնակիցների Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հետ արդեն որոշել էին Թուրքիան ոնց են մեջ անելու 17 թիվ 16 կեսերին Յուդենիչը ցարական զորքերի հրամանատարներ արդեն որոշում կար Բոսֆորը Դարդաները տրվում է ռուսներին Սայքս-Պիկոյից հետո
Եվ այդ քիչ էր Ստամբուլը որ վերցնում են դա եւս ռուսներն է, որտեղ ռուսները Սոֆիա տաճարում պատարակ տանեն 16 թվի վերջ, բայց դա անգլիացի չի լինի, որ այդ ծրագիրը չձախողի, ճիշտ է։ Եվ 17-ի փետրվարին արվեց հեղաշրջում։ Բերեց ժամանակավոր կառավարություն ղեկավար Կերենսկի, որ իրաց գործակալն էր։ Հետո երբ որ 17-ի հոկտեմբերին ազգային ուժերը ցարական Ռուսաստանում կարողացան հակահեղաշրջում անել, հակահեղափոխություն, այդ հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխություն, իրականում իրանք տապալեցին անգլիացիների իշխանությունը։ Կերենսկին ո՞նց ճողոպրեց Լոնդոն, գիտեք։ Հա? Գուպեկը դրեց կրծքի վրա, հետո հետևի վրա կլորիկ հետույք կանացի շոր հագավ, ես ամենայն լրջությամբ եմ ասում։ Ու որպես կին գնաց Լոնդոն, թե ճանապարհին այդտեղ քանի սահմանապահին չնար է, դա Աստված գիտի։ Ասում են որոշ գործիչներ Արցախից են այդ ճանապարհով Հայաստան ժամանել 23-ին։ Հիմա ես ինչի համար եմ ասում։ Դուք որ ասում եք ո՞նց է գնալու։ Նախ ինքը ասենք ես կարծում եմ մի մասը արտաքին տեսքը բան փոխելու են, էլի դե եթե տղամարդեն ճիշտ կլինեն հենց իքական։ Բայց հիմա իքականն էլ մոդա չի Եվրոպայում, կարան տրանսգենդեր կամ տրանսվիստիտ լինեն ու ճողոպրեն։ Բան եմ ասում։ Այս մենք ծիծաղում ենք, չէ, բայց այդպես էլ լինելու է։ Ուղղակի այդ օրը գալու համար, որ մենք տարածք հայրենիք չկորցնենք, հա, ժամ առաջ իրավիճակը վտանգների սպառնալիքների համարումով մեր եւ քաղաքական անդիմությունը եւ անհատները փորձագետները ճիշտ կգնահատեն։ Ընտրություն, ես ասում եմ 5 րոպե պակաս գոնե 3 գիշեր մեզ համար լավագույն դասերից մեկ եղավ։ Ինչ ասել է ամերիկյան երաշխիք։ Երբ որ ես եթերով պարբերաբար 2019 թվականի, չէ, 21 թվականի հոկտեմբերի 10-ի թուրքական բանակի Սիրիա քրդաբնակ 4 շրջաններ մտնելու մասին ասում է, թե այն ժամանակ էլ էր ԱՄՆ նախագահ Տրամպը, ինչպես ասեց էստի համեցեք, իրանք էլ գնացին մի գիշերվա մեջ քրդերը արթնացան, տեսան թուրքական տանկերն ու ինքնաթիռներն են իրանց վրա գալիս։ Հիմա 3 գիշեր մեր համար լավագույն դասերից մեկը եղավ։ Ինչ ասել է ամերիկացու հետ պայմանավորի, ոնց են ասում ամերիկացի հետ վտանգավոր է բարեկամ լինելը, թշնամի լինելը, բայց մահացու է բարեկամ լինել։ Հիմա մեր համար մահացու է լինելու։ Եվ հետեւաբար այստեղ իմ հորդորը ամեն րոպե, ամեն ժամ մեր ընդդիմադիր դաշտը դի կոնսոլիդացի միայն առաջին հերթին չեզոքացնելու անվտանգային այն սպառնալիքը, որ մեր գլխին դամոկլյան սրինման կախված։ Եվ պարոն Նահապետյան, երբ նախորդ տարի այս ժամանակաշրջանում մենք զրուցում էինք, դուք նշում էիք, որ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի դեպքում շատ կարճ ժամանակահատվածում կհաջողվի ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնել եւ դա էլ իր ազդեցությունը կունենա մեր տարածաշրջանում, բայց արդեն 9 ամիս է տեսնում ենք, որ դա չի հաջողվում Թրամփին անել։ Ինչով է սա պայմանավորված ձեր կարծիքով եւ ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ Բուդապեշտում կայանալիք Պուտին-Թրամփ արդեն երկրորդ հանդիպումից։ Այն որ Տրամպը ասում էր մի օրում կկանգնացնի, այդ Նահապետյան Հայկը չէր ասում։ Առնվազն շատ կարճ ժամանակ։ Մի ամիս, հետո 100 օր, եթե հիշում եք, չէ՞։ Հետո 6 ամիս դարձավ։ Հիմա իր համար ինչով էր կարևոր այդ պատերազմը կանգնացնելը։ Իրականում պատերազմը սանձազերծել են գլոբալիստները, որի ավանգարդում Բրիտանիան է։ Հիմա Միացյալ Նահանգները այդ առումով Բրիտանիայի հետ մրցակից են։ Իհարկե ես նաև մտածում էի եւ գնահատում եմ, որ Տրամպը նման հայտարարություններ արել, իր համար շատ կարևոր է գլոբալիստներին որջերը, առաջինը Եվրամիությունն է, որպես գլոբալիստների որջ, երկրորդը Բրիտանիան տեղը դնել։ Ընդ որում հիմա դնում է տեղը։ Եթե հիշում եք, օրինակ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ձեռքի հետ կողքից հայտնված եւ բերած Ֆինլանդիայի ղեկավարները, որ իր մոտ աշակերտի նման նստած էին, չէ՞, կակ միլինկի։ Կայակարացնել հետը։ Չէ, կայակալսը չէր, այն մի մեծ փողեր աշխատած ամուսնու հետ մի գերմանացի տիկին կա։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նկատի Այո, հա։ Հիմա այնուամենայնիվ դիմադրություն գնում է, այնպես չի որ չի գնում։ Այսինքն գլոբալիստները օրինակ իրեն գիտեն մեծ հաշվով համաշխարհային իրանց իշխանությունը որ տան, բոլորի վերջը նույն տեղում է լինելու։ Հաստատ է դա։ Նախ ունը զրկելու են, մեծ մասին սպանելու են, ուղղակի պատերի տակ եվրոպացիք այդ մշակույթը, ճակերտները մշակույթ ունեն, ասենք միլիոնավոր ժողովուրդների կոնսերվացնեն,
այսինքն ֆիզիկապես ոչնչացնեն եւ գցեն օվկիանոսը կամ ծովը։ Ընդ որում այդ պրակտիկան իրենք Ամերիկա մայրցամաքում սկսեցին մայաների եւ ազտեկների քաղաքակրթությամբ 12 միլիոն մարդ էնել են ժամանակ։ Այդ ժամանակ երկիր մոլորակը մի քանի միլիարդ չէր, չէ՞։ Այնպես որ Տրամպը այդպես վրեժխնդրությամբ լցված է։ Բայց հիմա գլոբալիստները ինչ են անում։ Իրանց համար ինչն է կարևոր։ Ժամանակը ձգել պատերազմը չկանգնելու, ամեն զոհաբերության գնալու են։ Որտեւ մի տարուց քիչ է, ժամանակը մնաց է։ Միջանկյալ ընտրությունները շատ ճիշտ եք։ Եթե կռիվը չի կանգնում Ուկրաինայում, այդ նշանակում որ միջանկյալում ամենայն հավանականությամբ հանրապետականը պարտվում է։ Հանրապետականը պարտվեց, նշանակում է նախագահական ընտրություններում ամենայն հավանականությամբ հանրապետականը պարտվում է։ Իսկ դեմոկրատները իրանք գլոբալիստներն են։ Ավասիկ գլոբալիստները նորից Բրիտանիայի 1.5-ն, հա մեկը Միացյալ Նահանգների դեմոկրատական կուսակցություն եւ այն էլիտան, որը իր հետ փոխկապակցություն գալու են իշխանություն։ Դե համար իրանք ցկում, մահու կենաց ասա, իսկապես գոյութենական է։ Եվ Տրամպի համար, որտեվ Տրամպի այն թիմը, որ հիմա այս դաշտում է, սկզբունքորեն նրանց լինելիության խնդիրներ է։ Իդեպ երեք լրիվ պատահական այսօր լրահոսում, նույնիսկ եթերում է, արագ թերթում է, Վենսի նկատմամբ 155 մմ-անց ռումբա պայթել։ Շուտ բեկորներ, բան, չգիտեմ որտեղից հայտնվել է, ինչ ա եղել, որ քաղաքում, ուղղակի հպանցի։ Իդեպ Վենսը Տրամպի իրավահաջորդն է հնարավոր։ Իսկ եւս մի իրավահաջորդ կար, ասում ցես, որը այլևս չկա։ Այն երիտասարդը, որտեղ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակ հիմնականում ԱՄՆ երիտասարդների վրա, որին գնդակահարեցին ելույթի ժամանակ։ Այս վերջերս եւ բարձրաց ինչ-որ մի բան այդպես մորմոնա գնդակահարել։ Հիմա ազգանուն չեմ ուզում սխալ ասեմ։ Եվ ասում են, որ այդ անձը ամենայն հավանականությամբ Վենսի հաջորդ լինելուց դառնալու է փոխնախագահ որպես հզոր Ամերիկա պետության, երիտասարդության, ապագայի տեսլականի մարմնավորում, ընդ որում բավականին այս ռետորական ձիրք ունեցող, շատ մեծ կշիռ ունեցող։ Եվ պատահական չէ տանձը չկա, Վենսի նկատմամբ այս մահափորձն չնշանակում արկի ռումբը պայթել բեկորներ փոխնախագահի նկատմամբ։ Հա, Վենսի նկատմամբ ակնհայտ մահափորձ է։ Այսինքն գլոբալիստները այնուամենայնիվ նրանք իրենց գործը անում են։ Եվ ելնելով այս իրողությունից մենք պետք է արձանագրենք, մենք ասելով մեր քաղաքական դաշտը ընդդիմադիր փորձագետներ եւ այլն։ Թիվ 1 խնդիրը նույնիսկ եկեղեցին չի, ոնց ուզում եք ընկալեք։ Վեհապարը բանտում է վեհապար։ Համաձայն եք, չէ՞։ Հա, բայց ուսանք չենք հասնի դրան։ Այ որպեսզի չհասնենք, մենք առաջին որպես կարևոր անվտանգային սպառնալիքը, որ պայն գրանցեցինք եւ գնահատականը նույնական եղավ մեր ընդդիմադիր դաշտում, եւ ճիշտ գնահատեցինք, թե ինչ ասել այսօրվա կառավարությունը, որպես թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ կառավարություն, քայլերը, մեթոդաբանությունը եւ գործիքակազմը լրիվ փոխվելու է։ Իսկ թե ինչպիսի են, այս իրավիճակում շատ երկրներ կա, որոնք ազատագրվել են եւ գիտեն ոնց են ազատագրվել։ Խաղաղ պայմաններով ընդունում առանց զենքի, առանց բռնության, բայց նման դեպքեր կա եւ դրա լավագույն, այսպես ասենք, գաղափարախոսներից եւ կիրառողներից մեկը Մահատմա Գանդին է Հնդկաստանում, որտեղ մարդկանց ասում էր՝ մի վախեցեք, ոչ բրիտանացի զինվորի բռնությունից, ոչ մահակից, ոչ կրակոցից, որ անգամ մահվան պատճառ կարող անցնել։ Մի վախեցեք։ Մարդկանց մեջից վախ անել նշանակում է մարդը եթե ճշմարիտ է արդար է, հա, ինքը իր ճշմարտության արդարության համար կեցված կա դրսևորում։ Ասենք եթե մեր ժողովրդի գերակ շրջանշող մեծամասնությունը այդպես մտածի, դες վստահեցնում եմ, որ ոչ թե 20, 30, 50 հազար մարդ է փողոց իջնելու ինչ որ քաղաքական ընդդիմադիր ուժի համախոհ շրջանակ, այլ 52 միլիոն։ Ինչ է կարծում 1 միլիոն մարդ Հայաստանում որ փողոց իջավ, տուն չի գնում։ Երկիրը պարալիզացվի։ Բարձա ինչ է լինելու։ Ոստիկանական ուժերը անգամ չեն բավականացնի։ Միջպետական ճանապարհներ կարող է այդպես ինքնաբուխ փակվել։ Երևան մտնող բոլոր ճանապարհները։ Օդանավականը եւ այդպես շարունակ։ Առանց բռնության, ընդհանրապես։ Քաղաքացիական անհնազանդության ակցիա, ինչպես Նիկոլ Փաշինյանը։ Դրա իրական, շատ ճիշտ է, դրա իրական գաղափարախոսը հիմնադիրը լուրջ եւ կիրառողել է Մահատմա Գանդին։
Ինձ որ հարցնում են, ասում են ոնց պարոն Ապետյան, դե նման կարծիք որ ասում եք, ոնց որ թե դե վառուդի հոտ է գալիս, ասում ոչ վառուդի հոտը չի գալիս, ասի։ Ընդհանրապես էս։ Եվ Բուդապեշտից ինչ սպասենք, պարոն Նահապետյան։ Ինչ կարող է լինել։ Նորից եմ ասում, Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարբերաբար ասել է, երբ պատերազմը կկանգնի, ինքը հրադադարի ռեժիմ չի ստորագրելու։ Զինադադար կամ հրադադար, մի քիչ դրանք տարբեր բաներ են, չի ստորագրելու, որովհետեւ հակառակորդին հնարավորություն տա ինչ-որ ժամանակ վերազինվել, ուժեր եւ չի լինելու։ Իսկ թե ինչ պայմաններում Ռուսաստանի նախագահը բացատրած ասել է, վերացնում են պատճառները։ Ինչու սկսեց հատուկ ռազմական գործողությունը։ Պատճառ առաջին, ՆԱՏՕ-ն եկել է 97 թվականի ստորագրած պայմանավորվածություններից խախտել է։ Արևելյան Եվրոպայի Վարշավայի պայմանագրի նախկին անդամ երկրների ամբողջ տարածքներում այսօր ՆԱՏՕ-ն է։ Ընդ որում զենիթահրթիռային կայանքներ, բալիստիկ հրթիռների կայանքներ, որոնք ցանկացած բան կարող են նաև միջուկային մարտագլխիկով հրթիռներ կրել։ Սա գնում է 97 թիվ, այսինքն արևելյան Եվրոպայից դուրս են գալիս։ Երկրորդ այն սուբյեկտները, որոնք որ Ռուսաստանի սուբյեկտներ են, որը իրական Ռուսաստանի, մաս է եղել, այդ սուբյեկտները մնում են Ռուսաստանի սուբյեկտ։ Հաջորդը ամբողջ տարածքով անգամ այն մասը, որը հիմա չեն վերահսկում ռուսները։ Այո, ամբողջ տարածքով։ Ոչ թե այնտեղ որտեղ զորքերն են կանգնում։ Հաջորդը բուֆերային գոտի է ստեղծվում։ Ասենք բուֆերային գոտին սովորաբար նայում են ինչ հեռավորություն, ինչ խորություն չէ, պիտի ունենա։ Դա հրթիռային կայանքների հեռավորությունն է։ Ասենք քո զենիթահրթիռային կայանքները ենթադրենք 50 կիլոմետր են հարվածում։ Ուրեմն դրանից ավել չկա։ Զենիթահրթիռային, ոչ թե այն հրթիռները, որ ասենք կարող է 1000 կիլոմետր թռնել, դրանց մաս չէ։ Զենիթահրթիռային, որտեղ մարտավարական առումով գործողություններ։ Եթե 50 կիլոմետր է տեսական, ուրեմն 50 կիլոմետր պիտի լինի բուֆերային գոտու խորությունը։ Մի քիչ էլ ավել։ Բարձ եմ ասում։ Եվ ամենակարևորը ռուսների համար իրանք կապ ունենան Մոլդավիայի Մերձդենստրի Մոլդավական Հանրապետության տարածքի հետ։ Իսկ դա արվելու է Օդեսայով, այստեղ Օդեսայի խնդիրն է։ Եւ Օդեսայի մարտերը պատական չեն։ Ռուսաստանը սա ասել, ել չեմ ասում, որ Ուկրաինայում դենացիֆիկացիա, դա նշանակում է, որ ներկա վարչակազմը դատվելու է։ Դեմիլիտարիզացիա, նացիստական վարչակազմի բանակը լուծարվելու է, ցրվելու է։ Այս է ռուսների պահանջներն է, եւ Պուտինը պարբերաբար դրա մասին ասում է։ Ասում եք պահանջներից, ասում է պլյուս նոր իրողություններ, իսկ նոր իրողությունները ռուսական զորքերը Սումայում են, ռուսական զորքերը Խարկովում են, ռուսական զորքերը Դնեպրոպետրովսկում են եւ ռուսական զորքերը շուտով կլինեն Օդեսայում։ Այս է նոր իրողություն, ասում ես նոր իրողությունները պետք է հաշվի առնենք, այս վերջերս Վլադիմիր Ռուսաստանի նախագահը ասաց, եւ այդպես շարունակ։ Զելենսկին էլ հայտարարեց զիջումներ չեն պատրաստվում անել, ուստի շոշափելի արդյունքներ չպետք է ակնկալենք հավանաբար։ Ախր զիջող ինքը չէ եւ որոշող ինքը չէ։ Հիմա այս պահին 3 այսօր եւ վաղը որոշողը Բրիտանիան։ Նորից եմ կրկնում, Բրիտանիայի համար այս պատերազմ կապ չունի, քանի 100,000 ուկրաինացի Ուկրաինայի քաղաքացի եւս կզոհվի, ինչքան քաղաքներ կավերեն։ Բրիտանիան թքացուն է ամենը։ Իր համար այս կռվը շարունակել մինչև ԱՄՆ-ում կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, որտեղ հանրապետականը արդեն շատ մեծ հավանականությամբ պարտություն է կրելու։ Ավելին ասեմ, օրինակ այս գազայի հատվածի բանը, հրթիռակոծումը Տրամպի դեմ է աշխատում։ Վստահաբար։ Այսինքն առանց համաձայնության է սա տեղի։ Գիտեք, այսինքն առերևույթ թվում է թե համաձայնություն ներքին դնի, բայց հիմա վարկանիշը նայենք։ Օրինակ իմ նման երկիր մոլորակի վրա քանի մարդ եւ փորձագետ ասել են Տրամփ, փաստորեն քո ստորագրությունը այդ թղթի վրա շատ ավելի քիչ արժեր, քան այն թուղթը, որի վրա դրվել է այդ ստորագրությունը, չէ՞։ Եվ մենք փաստական ենք չէ խոսում։ Այո։ Այսինքն Տրամպի հեղինակությունը, իդեպ ասեմ, այտենց Իսրայելը մի անգամ էլ Տրամպին փաստի առաջ կանգնացրեց, երբ որ Կատարում, որը Միացյալ Նահանգների արաբական այն երկրի եզակի երկրներից է, որտեղ ռազմական լուրջ բազաներ կան, նաև բրիտանական, այդ տարածքում հարվածեցին քաղաքացիական անձանց, չէ՞ Համասի։ Այդպես ինքնաթիռները, որոնք վերալիսկավորվել էին բրիտանական լիսկավորող ինքնաթիռներով, բայց հարվածին դա Տրամպի հեղինակությանը չէ խփեց, Ամերիկայի հեղինակությանը չէ։ Ես կարծում եմ, որ սա էլ այդ տրամբանցան է մեջ մտնում։ Դավիթ ջան, այնպես որ ասում եմ, երկիրը պաշտպանված պետք է լինի։ Անպաշտպան երկիրը ինքը գայթակղիչ է։ Ցանկացած բնության մեջ անպաշտպան կենդանին
հիվանդ կենթանին, ինքը գայթակղություն է գիշատիչների համար, որ առաջինը գան եւ հոշոտեն։ Հիմա մենք այդ գայթակղությունը տալիս ենք մեր հարևաններին մեր անպաշտպանվածությամբ։ Դա պիտի ժամ առաջ վերացվի եւ բոլոր ուժերի թիմ եք խնդիրը դա պիտի լինի։ Շնորհակալ եմ, պարոն Նահապետյան։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։ Կհանդիպենք։